Մի քանի տարի է արդեն կրթական համակարգը բարձր լինելու համար մունիցիպալիտետի ապագայի տանը կազմակերպում են միջոցառումներ տարբեր լեզուների քննություններ՝ հայերեն, վրացերեն, անգլերեն ու ֆրանսերեն, ու համատեղ մեկտեղ նաև ձեռագործական աշխատանքներ, ասեղնագործություն, ուլունքագործություն ու նմանատիպ դասընթացներ։ Այստեղ ներկա էին Նախագահի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղրտիսյանը, մշակույթի բաժնի աշխատակիցները։ Քննությունների ընթացքում ամեն մի աշխատանք ցույց է տալիս ծանրի ուսումնական դասընթացները, միտքն ու խորհրդանիշը ու նաև տարբեր լեզուների տիրապետումն ու գիտելիքը։ Մասնակիցները մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից են։ Მომავლის სახში გაიმართა ხელოვნების მასტერკლასი. Ამ ჩვენთან ფუნქციონირებს 4 წრე. დღეს ჩატარდება კონკურსი და კონკურსის შედეგები გამოვლინდება დაჯილდოების დღეს. ბავშვები ძალიან დიდი ენთუზიაზმით და მოტივირებულები მოვიდნენ დღეს და ვნახოთ, რით დასრულდება ჩვენი კონკურსი. კონკურსს ესწრება ჟიური, რომელიც წარმოდგენილია 3 წარმომადგენლით და ასევე მონაწილეობს 50 ბავშვი, რომლებიც განაწილებული არიან 4 ჯგუფში და ნახოთ, რას შემოგთავაზებენ ისინი დღეს. Աշխատանքները գնահատվեցին ժյուրիի անդամների կողմից, իսկ դասընթացները վարում են ապագայի տան ստեղծագործական վարպետները։ Սա ևս մեկ քայլ է երեխաների համար կիրառական արվեստին նպատակասլացությունն ու հմտությունը։ Ասեղնագործության, ուլունքագործության ու զանազան աշխատանքների մեջ մեծ ուշադրություն են դարձնում աշխատանքին, ինչ-որ մի բանի նմանակում ու ֆանտազիան։ Մրցակցական ամենամյա ամփոփիչ քննությունների ու հաջողակ աշակերտների պարգևատրմանը ներկա էին մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղրտիսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը եւ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները։ Շնորհակալագրեր ու նվերներ հանձնեցին ամփոփիչ տեստավորման եւ ստեղծագործական աշխատանքների արդյունքում ընտրված հաջողակ աշակերտների եւ նրանց ուսուցիչներին։ Նաեւ շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին ու կենտրոնի ղեկավար Սաթենիկ Մայթեսյանին, մաղթելով շարունակական գործի եւ կրթական համակարգի հաջողություններ։ Ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, չնայած էլի անելքն շատում ենք, որպեսզի կրթօջախի մեր կրթության որակը ավելի բարձրացնենք, որպեսզի մենք ունենանք լավ ապագա, լավ կրթված երեխաներ, ուրեմն նշանակում ունենք լավ ապագա։ Հիմա քննություններից հետո մենք խնդրել ենք ժյուրիին, մենք ժյուրին քանի որ ոչ մեր դպրոցից են, ոչ մեր ապագայի տան դպրոցից են, ժյուրի կազմը դեռ ուրիշ դպրոցներից է, խնդրել ենք մարդիկ արդեն 3-րդ տարին է, ընդմեջ մեզ աջակցում են, մեզ օգնում են եւ տեստեր իրենք են գազում եւ քննությունները ինչքան գիտեն, իրենք են պատրաստում եւ իրենք են գնահատականներ տալիս։ Հիմա մինչեւ առաջ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած իրենց կրթության մագարտակով զբաղեցած երեխաները ուզում ենք խրախուսական փոքրիկ